Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Ուզում եմ նախ շնորհավորել բոլորիս ամանորը, ցանկանալ, որ մենք նախ լինենք միասին, առողջ, երջանիկ եւ այն բոլոր սպասելիքները, որ ունենք այս տարվա հետ կապված, թող կատարվի։ Եվ հենց այդ առումով էլ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա ներկայացվելիք կերակուրը հենց ծիսական նշանակություն ունի եւ միտված է դեպի լավ տրամադրության անուշ տարվան։ Բարեկամներ, պատրաստելու ենք անուշ ապուր։ Անուշ ապուրը մեր սեղաններից միշտ անպակաս է եղել ամանորին եւ նրա ծիսական նշանակությունը հենց կայանում է նրանում, որ գալիք տարին անուշ լինի եւ գալիք տարին մի քիչ գոնե նպաստավոր լինի բոլորիս համար։ Շատ պարզ բաղադրություն ունի, չրեր ենք օգտագործելու ծիրանաչիր, հոնիչիր, չամիչ, սիսեր ենք օգտագործելու եւ սպանախ, մի քիչ շաքարավազ, լավ տրամադրություն եւ հոգու ջերմություն։ Չգիտես ինչու հատկապես ամանորին մենք սկսում ենք ընկնում ենք փնտրտուքի մեջ, թե ինչ ապուր ճաշակենք, ինչ ապուր պատրաստենք եւ շատ դեպքերում կանգ ենք առնում թթվապուրների վրա, բայց անուշ ապուրը հենց ծիսական նշանակություն ունի, բարեկամներ, ես հասկանում եմ, որ թթվապուրը մի քիչ լավ է այն առումով, որ նախօրեին մենք մի քիչ չարաշահում ենք ալկոհոլը եւ խումարին պես ցանկալի թթվապուր ճաշակել, բայց փորձենք ամեն ինչը չափի մեջ եւ ալկոհոլը եւ ամեն ինչը կտեսնենք, որ այդ օրը անուշ ապուրը շատ ավելի օգտակար է եւ տեղին։ Չրերն ենք ավելացնում։ Մի քիչ հոնիչիր, ծիրանը քաղցր է, հոնը մի քիչ թթու, գիտենք բոլորս, պիտի հավասարակշռենք։ Այս կերակուրը հանիրավի նաև թուրքական է համարվում, չամչարակ անվամբ, նույնիսկ գրառել են որպես իրենց ավանդական ծիսական այսպես կերակրատեսակ եւ այստեղ մենք նույնպես ունենք մեղքի մեր բաժինը, մի քիչ չամիչ ունենք մեղքի մեր բաժինը, եթե մենք շատ գործածենք, եթե մենք շատ պատրաստենք եւ նրա ծիսական իմաստը միշտ նշենք, կարծում եմ ոչ մեկը իզորու չէ մեզանից վերցնելու։ Ահա, հենց եռած կավելացնենք սիսերը եւ սպանախը վերջին պահին, մատուցելուց առաջ, մեզ հարկավոր է, որ չրերը եփվեն մոտավորապես 12-15 րոպե, այնուհետև կավելացնենք նաև շաքարավազ եւ կմատուցենք արդեն այդ իր ամբողջությամբ նորից հիշեցնեմ, անուշ ապուր է կոչվում եւ ծիսական նշանակությունը, որ տարին լինի անուշ։ Եռում է ապուրը, հիմա ժամանակն է, որ մենք ավելացնենք խաշված սիսեր, իմիջիայլոց պարտադիր չէ, որ միշտ սիսեր լինի, կարող ենք այս կերակուրը պատրաստել նաև այլ ընդեղենով, ձավարեղենով նույնիսկ։ Ավելացնենք մի քիչ շաքարավազ։ Յոթ 8 րոպե ծածկենք այսպես թող եռա, մատուցելուց առաջ սպանախը կավելացնենք եւ կմատուցենք, մենք գիտենք, որ սպանախը երկար ջերմային մշակման ենթարկել չի կարելի, մի քիչ արդեն հենց թափանցիկ դառնա
սպանախը կմատուցենք։ Շատ արագ պատրաստվող կերակուր է եւ ես առաջարկում եմ ուղղակի կարելի է նաեւ պատրաստ այդպես ունենալ եւ հյուրասիրել հյուրերին, կարելի է արագ պատրաստել եւ հյուրասիրել, բայց այնուամենայնիվ նախապատրաստելու ընթացքում եւ նախապատրաստած վիճակում շատ ավելի համեղ է լինում ջերմաստիճանը 30-ից ցածր ջերմաստիճանով, այնպես որ կարող եք պատրաստել եւ մատուցել։ Կարևորը սրա ծիսական նշանակությունն է նաեւ բարեկամներ, որովհետեւ չեմ ուզում ուղղակի բաղադրությունը տեսնելով դուք կարծիք կազմեք, որ կերակուրը այդպես հասարակ կերակուր է, կերակրի հետ շփվելիս կամ կերակուրի մասին խոսելիս հասարակ բառը տեղին չէ օգտագործել, որքան հասկանալի, որքան պարզ բաղադրություն, այնքան կերակուրը արժեքավոր։ Պատրաստ է արդեն անուշապուրը, կարող ենք համտեսել։ Հայոց կենարար արևի ամբողջ գունային ներկապնակը եւ համային ներկապնակը այս ապուրում է։ Ձեռքով կտրատենք։ Վերջ։ Պատրաստենք պնակը։ Այո, ինչպես նաև մեր օպերատորը նշեց, սիսերով, չրելով եւ սպանախով կոմպոտ։ Իրականում, բարեկամներ, կոմպոտը հենց անուշապուր է։ Կոմպոտը նույնպես ապուր է։ Ահա, գեղեցիկ, համեղ, օգտակար եւ ծիսական, ինչպես սկզբում նշեցի, բարեկամներ, անուշապուրը հենց ամանորյա ծիսական կերակուրն է, որի խորհուրդ հենց կայանում է նրանում, որ տարին թող լինի անուշ, քաղցր եւ մեկս մյուսի տեսնենք միշտ ժպիտով եւ բարեմաղթանքներ հղենք առանց քաշվելու։ Այսքանն էր այսօրվա համար, բարեկամներ, այս տոնական օրը նորից մեկ անգամ եւս ուզում եմ շնորհավորել բոլորիս եւ ուզում եմ, որ մենք ամբողջ տարին նախ լինենք միասին եւ իրար տեսնենք միշտ ուրախ առիթներով եւ այդ առիթները թող թույլ տան մեզ, որ շնորհավորենք, աչքալուսանք տանք եւ նաեւ հպարտանանք հայ լինելու համար։ Այսօր այս պահին այս տաղավարից ուզում եմ նաեւ շնորհավորել մեր զորքին, ամբողջ բանակին եւ հատկապես սահմանում կանգնած մեր երիտասարդներին, լինեք ամուր եւ անկոտրում։ Բարեկամներ, իսկ ինչպես միշտ հրաժեշտից առաջ ուզում եմ, որ բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Անուշ ապուր, ծիրանաչիր 30 գրամ, չամիչ 30 գրամ, հոնիչիր 30 գրամ, սիսեր 50 գրամ, շաքարավազ 1 պտղունց, բարյախորժակ։